Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերն են USR Media-ի YouTube-յան ալիքում։ Թրամփի վարչակազմը հայց է ներկայացրել Մերիլենդ նահանգի բոլոր 15 դաշնային դատավորների դեմ հակազդելով մի հրամանի, որն արգելում է անմիջապես արտաքսել այն միգրանտներին, ովքեր վիճարկում են որոշումը։ Սա վերեհանում վարչակազմի վճռականությունը, վերահսկելու միգրացիոն քաղաքականությունը եւ աճող դժգոհությունը դաշնային դատավորների նկատմամբ, ովքեր բազմիցս չեղարկել են նախագահի հրամանները, դրանք ապօրինի եւ իրավազուրկ գնահատելով։ Վարչակազմը պնդում է, որ նման ավտոմատ դադարեցումը խախտում է Գերագույն դատարանի նախորդ վճիռը եւ խոչընդոտում նախագահի իրավասությունը կիրառելու միգրացիոն օրենքները։ Թրամփը բազմիցս քննադատել է դատական վճիռները, իսկ մի դեպքում նույնիսկ պահանջել է Վաշինգտոնի մի դատավորի իմպիչմենթը, որը հրամայել էր վերադարձնել արտաքսված միգրանտներով լցված ինքնաթիռները։ Դա հանգեցրել էր Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի հազվադեպ արձագանքին, որը հայտարարել էր. Իմպիչմենթը չի կարող պատշաճ պատասխան լինել դատական վճռի նկատմամբ անհամաձայնության պարագայում։ Մինեսոտան էլ դարձել է հերթական նահանգը, որին Թրամփի վարչակազմը դատի է տվել, փորձելով ստիպել նահանգին միջնակարգ դպրոցն ավարտած, բայց Միացյալ Նահանգներում ապօրինի ներգաղթած շրջանավարտներին տրամադրել նույն ցածր ուսման վարձի դրույքաչափերը, որոնք նախատեսված են տվյալ նահանգում մնակվող քաղաքացիների համար։ Արդարադատության նախարարության հայցը նաև պահանջում է չեղարկել օրենքը, որը թույլ է տալիս այդ միգրանտ ուսանողներին ստանալ կրթաթոշակներ, այդ թվում ամբողջությամբ ուսման վարձը ծածկող ըստ նահանգի North Star Promise ծրագրի։ Դաշնային հայցն ուղղված է Մինեսոտայի դաշնային շրջանային դատարան, որպես պատասխանողներ նշելով նահանգապետ Թիմ Վոլցին, գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնին եւ Մինեսոտայի բարձրագույն կրթության գրասենյակին։ Նախարարությունն այս ամիս նմանատիպ հայցեր էր ներկայացրել նաեւ Քենթուկիում եւ Տեքսասում։ Նախարար Փեմ Բոնդին ակնարկել է, որ հնարավոր են նաեւ այլ նահանգների դեմ հայցեր։ Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ոգևորությամբ է ներկայացրել իր միջնորդական դերը Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի ձեռքբերման գործում։ Նրանք այլևս չեն կռվելու միմյանց դեմ։ Նրանք մեծ ճակատամարտ տվեցին, ինչպես երկու երեխա դպրոցում։ Երբ մի քիչ կռվում են, հետո հեշտ է նրանց բաժանելը, ասել է Թրամփը։ Հունիսի 13-ին Իսրայելը անակնկալ հարված էր հասցրել Իրանի ռազմական, կառավարական եւ կասկածելի միջուկային օբյեկտներին։ Իրանը պատասխանել էր բալիստիկ հրթիռներով, որոնց մեծ մասը խոցել էր իսրայելական բնակավայրեր։ Թրամփը Միացյալ Նահանգների անունից միացել էր Իսրայելի գործողություններին, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Նրա խոսքով հենց այդ գործողություններն են կանգնեցրել պատերազմը։ Եթե մենք դա չանեինք, հիմա էլ կկռվեին։ Եվ Իրանը, եւ Իսրայելը հրադադարի հաստատումից հետո հայտարարել են, թե իրենք են հաղթանակ տարել։ Իսրայելը պնդում է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ենթակառուցվածքն ու հրթիռները, իսկ Իրանը, որ կարողացել է ճեղքել Իսրայելի պաշտպանությունը եւ ստիպել դադարեցնել պատերազմը։ Միացյալ Նահանգները 30,000 ֆունտանոց ռումբերով հարվածել է Ֆորդոյի միջուկային կայանին, որը խորությամբ թաքնված էր գրանիտի տակ։ Պաշտպանության հետախուզության գործակալության նախնական գնահատմամբ Իրանի միջուկային ծրագրի ուշացումը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս։ Թրամփը մերժել է այդ գնահատականը, ասելով, որ վայրերը վերացվել են եւ կպահանջվի տարիներ։ ՄԱԿ-ի միջուկային հսկիչ Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ այժմ առաջնային նպատակն է միջազգային տեսուչների վերադարձը Իրանի կայաններ։ Նա նշել է, որ անկախ վնասներից Իրանը դեռևս ունի տեխնոլոգիական հմտություններ եւ արդյունաբերական կարողություն ատոմային զենք արտադրելու համար։ Նրա խոսքով երկարաժամկետ լուծումը կարող է լինել միայն դիվանագիտական։ Թրամփն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանը այլևս չի հարստացնի ուրան եւ չի ձգտի ատոմային զենքի։ Մենք ամենայն հավանականությամբ որոշ չափով հարաբերություններ կունենանք Իրանի հետ։ Պատերազմը մշտապես փոփոխվում է տեխնոլոգիաների զարգացման պայմանավորված։ Այս պայմաններում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները նոր քայլ են ձեռնարկել իրենց պաշտպանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ Հաագայի գագաթնաժողովում հաստատելով ռազմական ծախսերի նոր խոշոր նպատակ։ Ըստ նոր որոշման ՆԱՏՕ-ի երկրները պետք է ռազմական նպատակներով ծախսեն իրենց համախառն ներքին արդյունքի 5%, ինչը զգալի աճ է 2014 թվականին սահմանված 2%-ի համեմատ։ Այդ 5%-ից 3.5%-ը կուղղվի հիմնական պաշտպանությանը, զինուժի եւ զենքի համար, 1.5%-ը ավելի լայն անվտանգային ներդրումներին, ներառյալ կիբերանվտանգություն, էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն եւ ենթակառուցվածքների հարմարեցում ռազմական տեխնիկայի համար։ Այս թիրախներին հասնելը կարող է նշանակել տարեկան $100 միլիարդ հավելյալ ծախսեր։ Միջազգային անվտանգության փորձագետ Բենջամին Յենսենի խոսքով ՆԱՏՕ-ի առաջիկա մեծագույն մարտահրավերը կլինի հակառակորդի, հարձակվողական կիբեռնախաձեռնությունների եւ էժան գներով երկարաժամկետ հարվածային դրոնների համադրությունը արհեստական բանականության միջոցով արագ թիրախավորման հնարավորությամբ։ Նրա խոսքով Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա կիբերհարձակումներ իրականացնել ցանկացած պահի։ Իդեալական տարբերակում ՆԱՏՕ-ն կունենա դրոնային բրիգադներ, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում, սակայն մուլտիազգային ստորաբաժանումների կողմից կառավարվող, ասել է Յենսենը։
ՆԱՏՕ-ի ծախսերը մեծացնելու դրդապատճառներից են Ռուսաստանից գոյացած սպառնալիքը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը եվրոպական պետություններին պարտադրելու ավելացնել ներդրումները։ Եվրոպան պատրաստվում է նաեւ այն հնարավորությանը, որ Վաշինգտոնը կարող է դուրս բերել իր զորքերից մի մասը։ Նոր ծախսային նպատակների իրականացումը նախատեսված է մինչև 2035 թվականը, սակայն դրանք կարող են վերանայվել 2029 թվականին։ Միացյալ Նահանգների կարգավորող մարմինները հրապարակել են իրենց զեկույցը նախորդ տարի տեղի ունեցած միջօդային պայթյունի վերաբերյալ, որը կապված էր Alaska Airlines-ի կողմից շահագործվող Boeing 737 MAX ինքնաթիռի հետ։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի NTSB գնահատմամբ Boeing-ը չի ապահովել աշխատակիցներին անհրաժեշտ պատրաստվածությամբ, ուղեցույցներով եւ վերահսկողությամբ, որոնք կարող են կանխել միջադեպը։ Մեկնաբանություններում խորհրդի նախագահ Ջենիֆեր Հոմենդին խստորեն քննադատել է ընկերության անվտանգության մշակույթը եւ այն, որ ինքնաթիռի կարևոր պտուտակները տեղադրվել են ոչ պատշաճ ձևով։ Հոմենդին ընդգծել է, որ միջադեպը լիովին կանխելի էր, եթե ընկերությունը լրջորեն վերաբերվեր իր ներքին ստուգումներում արդեն 1 տասնամյակ առաջ հայտնաբերված արտադրական խնդիրներին։ Նա նշել է, որ իրադարձության ժամանակ զոհերի կամ ծանր վիրավորների բացակայությունը կարելի է համարել հրաշք։ Պայթյունի հետևանքով Boeing-ը բախվել է խորը ճգնաժամի։ Արդարադատության նախարարությունը սկսել է քրեական հետաքննություն, հայտարարելով, որ ընկերությունը խախտել է ավելի վաղ մահացու վթարներից հետո կնքված հետաձգված քրեական պատասխանատվության համաձայնագիրը։ Կարգավորող մարմինները սահմանափակել են 737 MAX-ի արտադրանքը, պահանջելով, որ ընկերությունը բարձրացնի իր որակական չափանիշները։ Այդ սահմանափակումները դեռևս ուժի մեջ են եւ խոչընդոտում են Boeing-ի ամենավաճառվող մոդելի արտադրությանը։ Boeing-ը հայտարարել է, որ զղջում է միջադեպի համար եւ շարունակում է աշխատանքը անվտանգության եւ որակի ուժեղացման ուղղությամբ։ Ընկերությունը վերանախագծում է դուռը փակող մեխանիզմը, որն էլ դարձել էր պայթյունի պատճառ։ NTSB-ի նախագահը գովեստով է խոսել ընկերության նոր ղեկավար Քելի Օրտբերգի մասին, սակայն նշել է, որ նրա առջև կանգնած խնդիրները մեծ են։ Զեկույցը նաև քննադատել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությանը, ընդգծելով, որ այն պետք է տեղյակ լիներ Boeing-ի խնդիրներից։ FAA-ը այժմ խստացրել է վերահսկողությունը ընկերության նկատմամբ, ընդունելով, որ նախկինում չափազանց թույլ էր վերահսկել Boeing-ի գործունեությունը։ 33-ամյա քաղաքական նորեկ Զորո Մանդանին կարծես թե հաղթում է Նյու Յորքի քաղաքի դեմոկրատական կուսակցության քաղաքապետի նախընտրական մրցավազքում, անակնկալ հաղթանակ տանելով Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոումոնի նկատմամբ, որը փորձում էր քաղաքական վերադարձ ապահովել չարաշահումների մեղադրանքների պատճառով հրաժարականից 4 տարի անց։ Կարճ ելույթում իր աջակիցների առջև 67-ամյա Կոումոն խոստովանել է պարտությունը եւ ասել, որ զանգահարել է արդեն Մանդանիին շնորհավորելու։ Այս գիշերը նրանն է, ասել է նա։ Մանդանին, որը իրեն բնութագրում է որպես դեմոկրատական սոցիալիստ, ներկայումս Նյու Յորքի Քվինս թաղամասը ներկայացնում է նահանգային օրենսդրական ժողովում եւ մուտք էր գործել քաղաքապետի մրցավազք որպես գրեթե անծանոթ տեխնացու։ Ըստ քաղաքի ընտրական հանձնաժողովի տվյալների նա արժևում էր Կոումոից հավաքելով 43.5, մինչդեռ Կոումոն 36.4% էր, հաշվարկված գրեթե 95% քվեարկության սարքավորումների պայմաններում։ Մյուսինը դեմոկրատ տեխնացուները զգալիորեն հետ էին մնում։ Վերջնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ շաբաթ, քանի որ Նյու Յորք Սիթին կիրառում է ռեյտինգային ընտրության համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիներին նախընտրական կարգով ընտրել մինչև 5 տեխնացու։ Սակայն Մանդանիի առավելությունը կարծես չափազանց մեծ է Կոումոյի կամ որևէ այլ տեխնացուի կողմից հաղթահարելու համար։ Այս ընտրությունը դիտարկվում է որպես վաղ ազդակ այն մասին, թե որ ուղղությամբ են դեմոկրատները ցանկանում շարժվել Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ փոթորկալի ժամկետի 5-րդ ամսում։ Տեխնացուների միջև տարբերությունը խիստ ընդգծված էր։ Կոումոն չափավոր էր, կուսակցության ղեկավարության կողմից աջակցված, որը 10 տարի նահանգապետ է եղել, մինչդեռ Մանդանին նորեկ է, առաջադիմական հայացքներով, որն իր ծրագրերում խոստանում է խզել կապը անցյալի քաղաքականության հետ։ Քվեարկությունից առաջ նա ստացել էր սենատոր Բեռնի Սանդերսի եւ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի աջակցությունը։ Մանդանին ամենայն հավանականությամբ կլինի նոյեմբերի համընդհանուր ընտրության ֆավորիտը, հաշվի առնելով, որ Նյու Յորք քաղաքում դեմոկրատները գերիշխող են։ Գործող քաղաքապետ դեմոկրատ Էրիկ Ադամսը նույնպես հայտնվելու է նոյեմբերի քվեաթերթիկում որպես անկախ տեխնացու, սակայն մի շարք կոռուպցիոն սկանդալները եւ Թրամփի հետ կապի ընկալումները թուլացրել են նրա դիրքերը։ Տեսլայի նոր մեքենաների վաճառքը Եվրոպայում նվազել է գրեթե 28%-ով համեմատ նախորդ տարվա նույն ամսվա հետ։ Սա տեղի է ունեցել այն պարագայում, երբ ամբողջությամբ էլեկտրական մեքենաների վաճառքը տարածաշրջանում աճել է ավելի քան 27%-ով։ Այս տվյալները հրապարակել է Եվրոպական ավտոմոբիլային արտադրողների ասոցիացիան։ Տեսլայի վաճառքները Եվրոպայում արդեն 5-րդ ամիսն անընդմեջ անկում են ապրում, քանի որ գնորդները նախընտրում են ավելի էժան չինական էլեկտրամեքենաները։
Բացի այդ, որոշ պոտենցիալ գնորդներ հրաժարվել են ընկերությունից ի նշան բողոքի Իլոն Մասկի քաղաքական հայացքների դեմ։ Մայիսին Տեսլայի եվրոպական շուկայում բաժինը նվազել է, հասնելով ընդամենը 1,2%-ի, նախորդ տարվա 1,8%-ի փոխարեն։ Միացյալ Նահանգներում տեղակայված էլեկտրամեքենա արտադրողը փորձել է փոխել իրավիճակը նորացված Model Y մոդելով, սակայն այն դեռևս չի կարողացել վերականգնել ընկերության դիրքերը։ Մասնավորապես, երբ ավանդական ավտոմեքենա արտադրողներն ու չինացի մրցակիցները արագ տեմպերով նոր մոդելներ են ներկայացնում։ Չնայած Եվրոպական միության սահմանած մաքսատուրքերին, չինական արտադրողները շարունակում են իրենց աճը Եվրոպայում։ Մայիսին նրանց շուկայական բաժինը կրկնապատկվել է, հասնելով 5,9%-ի ըստ առանձին տվյալների, որոնք հրապարակվել են 3։ BYD ընկերությունը գրեթե նույնքան մեքենա է գրանցել, որքան Տեսլան, իսկ ապրիլին նույնիսկ գերազանցել է այն։ AI Weekly արհեստական բանականության շաբաթվա լուրերը։ Apple-ը դատարանի առաջ է կանգնել կապված գերագնահատված AI խոստումների հետ։ Նյու Յորքի բաժնետերերը հայց են ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան, պնդելով, որ ընկերությունը կեղծ համոզել է ներդրողներին, թե AI-ը առանցքային մաս է լինելու iPhone 16-ի համար։ Սակայն Apple-ը հետաձգել է խոստացված մի շարք AI հնարավորությունների գործարկումը, ինչը ըստ հայցվորների հանգեցրել է բաժնետոմսերի անկմանն ու միլիարդավոր դոլարների կորստի։ Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել գործը։ Միաժամանակ Anthropic-ը որոշակի իրավական հաղթանակ է գրանցել։ Դաշնային դատավորը վճռել է, որ Anthropic-ը չի խախտել հեղինակային իրավունք օգտագործելով գրքեր իր բոտերը ուսուցանելու համար։ Սակայն դատարանը նշել է, որ մոտ 7 միլիոն գրքերի պատժենումը եւ պահպանումը կարող է համարվել խախտում։ Դեկտեմբերին կայանալիք դատավարությունը կորոշի, ինչ չափով պետք է Anthropic-ը փոխհատուցում վճարի։ Նոր Պապը Լեոն նույնպես անդրադարձել է AI-ին։ Վատիկանում անցկացված միջոցառման ժամանակ, որտեղ ներկային 68 երկրների падգամավորներ, նա նշել է, որ նոր տեխնոլոգիայի ազդեցությունը երիտասարդների վրա մտահոգիչ է։ Նա ասել է. Արհեստական բանականությունը պետք է ծառայի մարդու բարօրությանը, ոչ թե փոխարինի նրան կամ նսեմացնի։ Ներկայումս ձևավորվող իրավիճակը մեծ պատասխանատվություն է պահանջում նոր աշխարհում պահպանելու առողջ, արդար եւ կայուն կենսակերպ, հատկապես երիտասարդ սերունդների համար։ Այս ընթացքում SoftBank-ը ծրագրում է $1 տրիլիոն արժողությամբ AI եւ ռոբոտատեխնիկայի համալիր կառուցել Արիզոնայում, ստեղծելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Շենժենը։ Ըստ Bloomberg-ի SoftBank-ը ցանկանում է նախագծի մեջ ներգրավել նաև TSMC-ին, չիպ արտադրող ընկերությանը, բայց դեռևս պարզ չէ, արդյոք վերջինս հետաքրքրված է։ Վերջում Goldman Sachs-ը հայտարարել է, որ իր ողջ ընկերությունում գործում է AI օգնական արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Այս քայլը միանում է մյուս բանկերին, ներառյալ Citigroup-ը, որը AI-ն օգտագործում է փաստաթղթերի ամփոփման համար, եւ Morgan Stanley-ն, որն ունի ֆինանսական խորհրդատուներին օգնող chatbot։ Վերջին լուրը հատկապես կհետաքրքրի գեյմերներին։ Fortnite-ի այն օգտատերերը, որոնք խաղի ընթացքում անցանկալի գնումների համար են վճարել, այս շաբաթ կարող են ստանալ իրենց բաժինը $126 միլիոն փոխհատուցումից։ Դաշնային առևտրային հանձնաժողովը FTC-ն սկսել է նորից ընդունել դիմումներ հետ ստանալու գումարը, որը նախատեսված է Epic Games-ի դեմ կնքված $245 միլիոն արժողությամբ համաձայնագրով։ FTC-ն նշել էր, որ Epic-ը խաբել է օգտատերերին, ներառյալ երեխաներին, ստիպելով նրանց կատարել խաղի ներսում գնումներ, որոնք նրանք հակառակ դեպքում չէին անի։ Այսօր FTC-ն հայտարարել է, որ հունիսի 25-ին եւ 26-ին կուղարկի մոտ 970,000 չեկեր եւ PayPal փոխանցումներ այն օգտատերերին, որոնք ներկայացրել են վավեր պահանջ։ Fortnite-ի օգտատերերը կարող են այցելել հատուկ կայք բարձելու արդյոք իրենք իրավունք ունեն փոխհատուցում ստանալու։ Սկզբում պահանջի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 14-ն էր, բայց այժմ FTC-ն այն երկարաձգել է մինչև հուլիսի 9։ Եթե արդեն դիմում եք ներկայացրել փետրվարի 14-ից հետո, կրկին դիմելու կարիք չկա։ Այն մարդիկ, ովքեր կստանան չեկեր, պետք է կանխիկացնեն դրանք 90 օրվա ընթացքում, PayPal փոխանցումներն էլ պետք է ընդունել 30 օրվա ընթացքում։ Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ claim number կամ Epic account ID։ 18 տարեկանից ցածր երեխաների փոխարեն պետք է դիմեն նրանց ծնողները կամ օրինական խնամակալները։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։